2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ որ ես ցանկանում էի եւ նախաձեռնեցի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 100 հազարավոր մեր հայրենակիցների արկայության պայմաններում հայության ձայնը լսելի դարձնել, առանց բախումների տանելու, առանց ազգամիջյան բախումներ հրահրելու, ինձ հետ այդ գործարար շրջանակներից եւ նրանց հիմնականում այդ շրջանակների կամակատարներից կապ են հաստատել, զինված, ընդհուպ ոչ այնքան, այսպես ասեմ, տարբեր ներգործությունների ներքո, լավ այսպես ասեմ, եւ սպառնալիքների ներքո հորդորել են, որպեսզի չգնամ այդ քայլին, ինչու, որովհետեւ իրենք այնտեղ բիզնեսներ ունեն, իրենց բիզնեսները կհայտնվեն Ռուսաստանի Դաշնության, այսպես հարկային մարմինների ուղիղ տերորի ներքո եւ պետքա դադարեցնել այդ ամեն ինչը։